Այսօր ես 24 ժամ ապրելու եմ միայն drive-thru-ներով և պարտավոր եմ ամեն drive-thru-ին պատվիրել մենյուի ամենաթանկ ուտելիքը։ Ամերիկան հայտնի է իր drive-thru-ներով։ Այստեղ մարդկանց մեծ մասը նույնիսկ մեքենայից դուրս չի գալիս ուտելիք պատվիրելու համար։ Ուղղակի մոտենում ես պատուհանին, պատվիրում մեքենայից, վերցնում ուտելիքն ու գնում։ Արագ է, հեշտ է և այս մշակույթն Ամերիկայի ամեն անկյունում է։ Դրա համար այսօր ես 24 ժամ որոշել եմ ապրել միայն drive-thru-ների ուտելիքները ուտելով։ Դե ինչ, օրը սկսվելու է Starbucks-ի drive-thru-ից, հենց այստեղ էլ անելու ենք նախաճաշ։ Իդեպ այս բան ժամը 2-ն է գրեթե լինում, ես ուշ եմ արթնացել ու այս ժամի նոր պետք է նախաճաշ անեմ։ Իմ ձեռքերում գտնվում է պատիժների անիվ, որը հիմա պարտավոր եմ մինչև drive-thru մտնելը պտտել։ Տեսնենք թե ինչ պատիժ անելով ենք այսօր սնվելու նախաճաշի ժամանակ։ Եվ ինչ լինելու աշխատողի ճաշակով։ Արա լավ, հիմա կարող է աշխատողը շատ վատ ճաշակ ունի ու զզվելի բան է մեզ տալիս ուտելու։ Ինչ ասեմ, անիվով ընկելա պարտավոր եմ անել։ Գնացինք։ Թե ինչ կանգնում ենք Starbucks-ի drive-thru-ի հերթի մեջ։ Իմ առջև դեռ 10 մեքենա կա մինչև իմ հերթը հասնի։ Ռաֆ, ինչ ես անում, Ռաֆ։ Ես տեղ եմ, ուր ես գնացել։ Այսօր մեքենայից դուրս չեն գալու։ Ահա, այսենց են drive-thru-ում մարդիկ իրենց պատվերները հենց մեքենայի ներսից անում։ Something for breakfast, but I'm letting you decide for me։ Տեսնենք ինչ է տալու։ Thank you so much։ Ահա, այսպես կատարեցինք պատվերը։ Այս ինչ դիրք է։ Տեսնենք աշխատողի ճաշակը ոնց է լինելու ու ինչա մեր համար պատրաստել Starbucks-ը։ Իմ առջև 10 մեքենա կար, բայց այնքան արագ է drive-thru-ի հերթը առաջ գնում։ Ես նոր հասկանում եմ ինչի ամերիկացիները չեն սիրում մտնել ու ներսում անել իրենց պատվերը։ Դու ես չէ հասկանում։ Եկա վճարելու ժամանակը։ Տեսնենք այսօր ինչքան գումար ենք ծախսելու ամբողջ օրվա ընթացքում։ Thank you։ $21.70 առաջին վայրում։ Thank you։ Ես strawberry lemonade եմ։ Չես ինը։ Սակոնը։ Այ drive-thru-ի բարդությունները էսա։ Հիմա ուտելիքը ձեռքս, ես չգիտեմ ոնց եմ քշելու ու ուր եմ գնալու։ Մի վարքյան, ուր ենք գնում։ Կասկադ։ Մատ հասկա։ Այս ինչ բարդ է լինելու այսօրվա challenge-ը։ Ես իսկապես ամերիկացին չեմ հասկանում։ Իմ համար Պետք է հասկանաս դու ամերիկացիներին, երբ որ դու հայ ես։ Երբ որ քո հողը Հայաստանն է, երբ որ քո ջուրը Հայաստանն է։ Այո։ Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են։ Չգիտեմ ինչու է այսպես։ Եկել ես ուրիշի հողում, ավտո ես քշում, ուտելիք ես ուտում եւ նույնիսկ մեղադրում ես իրենց։ Այո, եւ մենք հայ ենք, Ռաֆայել։ Այո, մենք հայ ենք։ Այո, եւ մեր համար drive-thru դա անհարմար է, բայց դե challenge-ը հենց դա է, որ մի օր պետք է ամերիկացիների պես ապրենք եւ drive-thru-ում հաց ուտենք։ Գնանք կանգնենք եւ վայելենք մեր այսօրվա նախաճաշը։ Գնացինք աշխատողի ճաշակով, տեսնենք ինչ ճաշակ ուներ աշխատողը։ Այս ինչ ոչ ախորժելի տեսք ունի, բայց կարող է համով է։ Գնացինք, փորձում ենք, ամեն փորձելուց անկեղծ գնահատականս կտամ։ Օ, լավն է։ Շատ վատն է։ Մեջը այսպես կանաչ պեստո սոուս, պանիր եւ ձու։ Օրինակ 10-ից ինչքան կգնահատես, Ռաֆ։ 2։ 10-ից 2։ Ախի։ Լավ է, չէ՞։ Ես 10-ից 7։ Բավականին լավն էր։ Հետո ունենք սուրճ։ Այս սուրճը 10-ից 10։ Բայց լավ ճաշակ ուներ աշխատողը։ Կարանք հարց տանենք։ Ճշտացար։ Ես չէ։ Ռաֆոյ սոկի միջի ելակները շատ եմ սիրում։ Իսկ դու գիտես, որ նույնիսկ բանկի drive-thru կասենք, դու կարաս բանկ էլ չմտնես ու քո գործարքները անես մեքենայի ներսից, առանց բանկ մտնելու։ Նույնիսկ կա ավտոմեքենայի լվացման կենտրոն, որտեղ մեքենայից դուրս չես գալիս։ Մեր մեքենան կեղտոտ է։ Դրա համար առաջարկում եմ մինչև հաջորդ սովածանալը գնանք մեքենան լվանալու, առանց մեքենայի ներսից դուրս գալու։ Գիտես, մեր օրերում ժամանակահարմար մի բան է, կախված ապրելակերպից, որովհետև պիտակավորելով թե մեքենայի կյանքը լավ է թե վատ, դա շատ սուբյեկտիվ է։ Օբյեկտիվ առումով կարող ես գնահատական տալ, բայց երբ որ մարդը չունի ժամանակ կայանելու, չունի գումար կայանելու, Հասանք մեքենան լվանալու drive-thru-ն։ Օրես ինչքան մեքենա կար։ Այս բան ես արդեն հերթի մեջ եմ, 2 մեքենա իմ առջևում գտնվում, որպեսզի սկսենք իմ մեքենան հենց drive-thru-ի ներսում լվանալ։ Հասանք, հերթը մերն է։ Բարև ձեզ։ Հավատա քեզ։ Հայր աշխատողը։ Մտնում ենք drive-thru։ Օճառը լցվում է մեքենայի վրա։ Դերևը բացենք։ պատմանը դիչացրա։ Արա գիշ ես դու։ Օճառը լցվում։ Սա օճառ եղանք։ Ինադու արիշ, չէ։ Չէ, արեցի էի ուզում բացի, ինչ ինադու արեցի։
Եվ drive-thru-ի ամենավերջում խնդրեմ, այսպես չորացնում են մեքենայի պատուհանները։ Ահա եւ վերջ պարզ ու հարմար մեզ համար։ Ընդամենը տևեց 3 րոպե եւ մենք ունենք մաքուր մեքենա։ Մայրիկիս մեքենան է, ժողովուրդ։ Իմ մեքենան պապան խփել է։ Այո, դա էլ նորությունը։ BMW Zespine սարքում են, քանի որ իմ Հայաստանում լինելու ընթացքում պապան մեքենաս խփել է ու ամբողջ դիմացի հատվածը ջարդած է ուղակի։ Մի խայտարակ սարսափելի վիճակ էր։ Մեքենայի վառելիքը վերջացավ, այժմ կլցնենք բենզին, նոր կշարունակենք։ Ճտացնում ենք քարտը այստեղ։ Այո, Ամերիկայում դու ինքդ քո բենզինը պետքա լցնես։ Ամեն մարդ իր բենզինի տերն է։ Ծանոթացեք Ամերիկայի բենզինի գների հետ։ Նա ինգեր քանի որ ասենք հաց կերանք ու տենց նեշի սովածենք, բայց ասենք չենք խափելու ժողովրդին, տենք հաց ուտենք բանենք, ասենք ինգերից մի հատ այդիա ունի։ Ռաֆիսի ձև ես խոսում։ Բան, ասենք թույն մարոժնի են McDonald's-ում տալի։ Ապա ջոգերը որ հաց չենք ուտում, գնում ենք մարոժնի ենք ուտում, այդիա եմ տալի, ուզում ես վեկալ, ուզում ես չէ, ասենք ուզում ես ընդունի, ուզում ես չէ, մերով ես խորտ տալ, չկա էլի ինգեր, պրոստը քո լավի համար, իմ ապրած կյանքիդ ասենք տենում եմ, լավ տղա ես, բիզ դնող ես ինգեր, պիտանի մարդ ես մեր ժողովրդին վաղվես, դրա համար ասենք իմ ապրած կյանքից, էլի ոնց է չլինի մի քանի օր ավել եմ ասենք ապրի ջոգում եմ, նոր բայց ինգեր էլի ոչ նեղանալ, ոչ բան ուզում ես վեկալ, այդյան ուզում ես չէ, պրոստ եմ որ աղբերավարի ադուշ ես քեզ մի հատ sense բան եմ ասում, ջոգեն եմ որ sense սոված չենք հիմա, բայց sense մարոժնի ենք ուզում ուտենք, ապա թույն, այն որ չոտկի թույն բեսամբ մարոժնի են տալի, եւ որ sense Որտե՞ս սովոր ես sense խոսալ։ Ուտում ես բան ես անում, ասես բոմ մարոժնի անգեր, աղբոր ասենք չեր ասի, դեղը McDonald's, տեսացի կնես, աղբեր, էթում ենք, ասենք ջոգեր, բայց վիդեոյի համար փնթի ավարի ենք ուտում անգեր, մարոժնի ես վեկալու, դա աշխատողս մարոժնին պահում, ասենք ջոգեր չես վեկալու մարոժնի ոտ, ասենք ձերի վրից ես ուտում փնթի ավարի վիդեոյի համար, բայց ինձ փնթի ավար։ կներես հա։ Շենգավիցի Ռաֆոին գիտես։ Հա, կողքից նստած է։ Ագեր բեսամ տիպա, որս արև։ Այսինքն Ռաֆ առաջարկում ես հիմա գնանք McDonald's ու աշխատողի դեմը փնթի ավարի մարոժնին այսպես ձեռներով ուտենք։ Հա։ Գնացինք McDonald's-ի drive-thru ու փնթի ավարի Կներեք եւ փնթիավարի աշխատողի հենց դիմաց պաղպաղակ ուտենք, տեսնենք աշխատողի ռեակցիան ոնց կլինի։ Դոր տարիքով մեծանում ես, արդեն չես կարող տենց բաներ հանգիստ ու հեշտ անես։ Այն ժամանակ հին վիդեոներում ես ինչ ուզեի կանեի, գնում վերցնում էի մարոժնի, քսում էի երեսից։ Մի խոսքով ինչ պատայի կանեի, բայց հիմա ահա որ լարվում եմ։ Արդեն պատիվում ենք պաղպաղակը։ Hi, can I please get one cone ice cream? Thank you։ Օրայս ինչ լարված եմ։ Տղայ արա։ Hi, one second, I want to taste it. Տարավ։ Տարավ։ Գնաց արա։ Ես ինչ գնաց, թողեց գնաց ուղակի։ You do it one more time, I'm gonna throw it away. Okay, Don't okay. do it. Like, really? Thank you. Have a good one. You too, bye-bye. Ասում եմ, եթե մի հատ անես կգցեմ ուղակի գետնին։ Որը շատ խնդալու էր։ Հիմա քո տեղը զզվում եմ։ Իր համար էլ էր խնդալու, ասում էր մի արա, բայց լավ է ուզում էր անեմ։ Խոյտարակ եմ մնում, հենց հիմա սաղ ինձ են նայում։ Չսուտ ռակցիան կնկարեմ։ Sorry. I'm not gonna post it, it's for me. Sorry guys. Ինչ ապուշես։ Ասում եմ ուզում տալիքը ոնց է, ասա որ նայեմ հետո որ post-ես, գիժեմ ինչ եմ ասեմ։ YouTube bye. Ասում եմ կարանք YouTube-ից վիդեո եմ։ Արի։ Ամերիկացիները որ յութուբեր են տեսնում, բոլորը ցանկանում են լինել յութուբյան վիդեոյում։ Ժամն արդեն 5:30 է լինում, մենք սոված ենք եւ այժմ ես քշում եմ դեպի գուշակեք թե ուր Ռաֆայել։ Գնում ենք In-N-Out։ Որ In-N-Out ենք գնում երիտասարդականի թե։ Գնանք In-N-Out ու պատվիրենք մենյուի ամենաթանկ ուտելիքը։ Որ այս ինչ սոված եմ ես արդեն։ Ես արդեն գտնվում եմ In-N-Out-ի առջև, առաջարկում եմ մինչև պատվերը կատարել, մի հատ պտտենք անիվը եւ տեսնենք թե ինչ պատիժ պետք է այս անգամ կատարենք ուտելուց։ Գնացինք։ Եվ ինչա լինելու։
կեր 1 րոպեում։ Որով բայց ո՞նց եմ կարողանալու 1 րոպեում։ Անհնար է, մանավանդ որ պետքա մենյուի ամենաթանկ ուտելիքը պատվիրենք, դա նշանակում է որ մեծ է լինելու չափսերով ու ես չեմ պատկերացնում, բրավ 1 րոպեում մենք կարողանալու ենք ուտենք։ Առաջադրանքը ընկել է, ես պարտավոր եմ ուզած փորձել անել։ Գնանք պատվերը կատարենք։ So I got a 3x3 with onion, a 4x4 no onion, 2 fries and 2 cokes. That's right, thank you։ Մենյուի ամենաթանկ բուրգերը 4 մսով բուրգերն էր։ Ես ինչ սոված եմ։ Արջևում մնաց ընդամենը 2 մեքենա եւ խժռելու ենք ես առավ։ 1 րոպե ժամանակ ունենք, ընդամենը 1 րոպե։ Կարողանալու ես 1 րոպեում ուտես։ Բրավ, ինչ է այսօր կատարվում քո հետ։ Ու ամենահետաքրքիրն է, որ շատ լուրջ ես, անում, չեմ հասկանում կատակա թե լուրջ։ Արել ինչ հավես են սարքում, նայ, սա վերևում է։ Խնդրում եմ մի հատ ստեղ նայեք, ուրա իմ 4 մսովը, օժո, հել են սովուսները հան։ Ես էլ drive-thru-ի անհարմարությունները, ժողովուրդ։ Drive-thru-ի լավն է, որ վերցնում ես, գնում ես ու տանն ես ուտում, բայց այսօրվա challenge-ը հենց սրա մեջ է կայանում, որ պետք է հենց ռեստորանների առջևում ուտենք մեր ուտելիքները։ Խնդրում եմ մի հատ ստեղ նայեք։ Ամենասիրած ուտելիքս է, չկա ավելի համով բան, քան In-N-Out-ի բուրգերը։ Սոուսը այսպես լցնում ենք վրան։ Այստեղ ունենք կծուբի բար։ Դե ինչ 1 րոպեն, գնաց։ Մի րոպե ժամանակ ընդհանրապես։ Համովա, էլի ավելացնում ենք սոուսը։ Ես այնց արագ չեմ կարող։ 25 վայրկյան մնաց։ 15 վայրկյան, արագ։ 5, 4, վերջ, որ դες ինչ արագ է ուտում։ Բուրգերի ուղիղ կեսը կարողացա ուտել։ Արդեն հանգիստ կշարունակեմ ուտելը, կարևորը ինչը գրած էր աղնիվի վրա, ես փորձեցի կատարեմ։ Էլի վերցնում ենք կծուբի բարը։ Շատ կծուբի։ In-N-Out-ի ըմպելիք։ Առանց քննարկելու 10-ից 10, արա։ Եկավ ֆրին ուտելու ժամանակը, վրան անում ենք կեչուպ։ Ով այս վիդեոս նայում հաց ուտելուց, գիտեմ դուք շատ եք հիմա։ Մեկնաբանությունների բաժնում պլյուս դիր, եթե դու հաց ուտելուց ես նայում այս վիդեոս։ In-N-Out-ը արժեցավ $31։ Մինչ հաջորդ drive-thru-ից օգտվելը փողոցում մի հատ հավես բան տեսա։ Եկեք գնանք միասին ուսումնասիրենք, թե ինչ է կատարվում այն կողմում։ Որտեղ որ ես եմ բնակվում, ամեն ուրբաթ օրը այսպես փողոցների վրա թրաքեր են բերում կանգնացնում, որտեղից կարող ես գնել սնունդ։ Մի օր առանձին վիդեո կնկարեմ այս ուտելիքի թրաքերի վերաբերյալ, սա մի հատ ուրիշ կուլտուրա է Ամերիկայում, որտեղ Իրոք կուլտուրա է, էլի։ իրոք կուլտուրա է։ Իրոք էլի որ ու 24 ժամ միայն կուտեմ այս food truck-երից, այստեղ մտնում ենք շուկա, այս սրա մասին էի խոսում, այս քանի օրա մեր թաղամասում առանձին մի հատ փողոց կա սիրուն եղևնիներով, որը փակել են ու ամբողջ փողոցով մեկ հսկայական շուկա են սարքել, հələ կլոր բանը նայ, մերինի մեծն է։ Yeah, let me spin. Տեսնենք։ You're just spinning for a chance to win a ticket to the Watermelon Festival. What you want? just You got a free ticket. There you go. I want a ticket. Thank you so much. Տոմս շահեց No, յարա։ I want ticket. Որտե՞ր է։ Okay, you gotta Spin again. Don't break. That's no prize. Ձմերուկի ֆեստիվալ է ինչ-որ լինելու, տոմս շահեցի ժողովուրդ։ Guys, we are vlogging. Ապուշ ես արա։ Всё, պրծա։ Կուլտուրան վերջացավ։ Հենց նոր մի հատ հայ տղա մոտիկացավ, ասում է արի գնանք իմ պիցաները փորձենք։ Ճիշտ է, ահա որ կուշտ եմ, հենց նոր ենք եկել, բայց չէի կարող հրաժարվել։ Այս թրաքի հետ մարդուններ մտնենք ավտոբուսի մեջ։ Դպրոցի ավտոբուսա ու ներսը կուխնյա են սարքել։ Արա շատ հավես է։ Փորձում ենք։ Վաու։ Շատ համվա։ Խոսքով այսօր 24 ժամ ուղակի ուտում ենք։ Նոր քայլելուց ստեղ ծիրան տեսանք, ժողովուրդ Ամերիկայում ծիրանը, որ դուք պատկերացնեք, շատ հազվադեպ հանդիպող բան է։ Դժլոր է լինի ուղակի։ Չէ, Հայաստան ծիրան չի հասնի ոչ մի բան։ Մութը գնալով ընկնում է այնքան հաց կերանք այսօր, որ իմ քունը ուղակի սկսեց արդեն տանել։ Դրա համար մեզ էներգիա է ռավ պետք։ Մի հատ նես բան է պետք, որ սենց զարթնենք։ Գնանք էլի Starbucks։ Չէ, լավ միտք։ Գիտես ուր։ Ուրեմն ստեղից կես ժամ հեռու կա Krispy Kreme դոնատները, այնպես քաղցր համով sense մինչև գնանք հասնենք, կես ժամ ճանապարհ ունենք գնալու։ Համ մի քիչ քաղցր կուզենանք ուտենք, տեղ կբացվի, էլի։ Համ էլ սուրճ կխմենք այնտեղ։ Ինչ ասեցիր։ Շատ լավ այդեա է, այսօր էլ այնց առողջ ծնվում ենք Շատ առողջ ենք ծնվում։ Հա,
Եղեք, ես ամերիկան դրամար եմ սիրում, ասենք իրանք կարան պրոստը ավտոյով գնան, ասենք դոնատ վերցնեն, իրանք ամեն օր կարան գնան օվկիանոս, like they just doing everything. Կյանք ասենք ջոգում ես, իրանք կարան պրոստը դոնատ վերցնեն, կոֆեյով, ու ասենք something else, էլի, cool. Ինչ խաղ ենք խաղում ասա։ Ասմունք, գնացինք, դավայ։ Դու չես կարող, գիտեմ, եւ ոտը սեյակից, պիտի շարնակի մենակության բարից անվերջ դողալ։ Մեր այբուբենը, հայ գրականության գանձերից մեկը։ Այբուբեն չէ սա, Բերդ է անմատույց, Գանձ է աննվա, Թագուզ Ես արդեն գտնվում եմ Krispy Kreme դոնատների առջև, բդտենք տեսնենք թե այս անգամ ինչ պատիժով ենք անելու, գնացինք։ Ինչա գրած թաթախիր պաղպաղակի մեջ առանց թե քաղցրը մի հատ էլ այդ դոնատը sense պաղպաղակի մեջ ենք թաթախելու նոր ուտենք ինչ ասեմ գնանք պատվիրենք մենյուի ամենաթանկ դոնատները եւ պատվիրենք պաղպաղակ որպեսզի դոնատները թաթախենք պաղպաղակի մեջ նոր ուտենք գնացինք Krispy Kreme-ը որը հիմա ուտելու ենք դա Ամերիկայի ամենահամեղ ու ամենապոպուլյար դոնատներն է իսկապես sense որ կծում ես ոնց որ մեջը օդ լինի ու շատ թեթև է գնում ասա Սովորական դասական դոնատ Պոնչիկից ճիշտը չկա ախպերս Կարծում ես 100% ասենք կասկածով եմ փնտրում գադեմես կանի ասենք ոչ թե ասենք վիրավորենք բան բայց ասենք բացատրենք էլի որ պոնչիկը ուրիշ բան է դոնատը ուրիշ բան է հանգերտ չես ամերիկացիք որ ասենք պոնչիկ հանգեր հասկացանք դոնատը բայց ասենք եթե մեկը գա որ մտածում է կարա բացատրի բառացի դնի ասի ռավա ջան ընկեր ջան հարգում ենք քեզ ճանաչում ենք բայց պրոստը դոնատը ավելի կառաջի թույն պրոդուկտը ես էլ ասեմ ընկերս համաձայն եմ քեզ մեռնեմ է ջանից սիրում ենք որ sense քաղաքավարի մոտիկ անում եք աղբոր այդ խոսում բան եք անում բայց ընկեր պոնչիկը ասենք պոնչիկը չնայած ես վերջերս փչացրել են ասա ավելավա դոնատ սարքեք բարձեք արա Ռավ, անկեղծ չգիտեմ հիմա ինչ ասեմ։ Վաու, ակիկ ասեմ վաու, դուք կատարելագործվեցիք ձեր դերասանական հմտությունների մեջ։ Ախպերս, հաճելի է, ուրախ ենք։ Աստված իմ, ես ինչ հերթ հա դոնատի համար, դեռևս ամենաերկար drive-thru հերթը էս մեկն է։ Հասանք, պատվիրում ենք արդեն։ Լավ չեմ տենում կարջան։ Ես ուզում եմ դասականից։ Հասկացա քեզ։ Ես որից ուտեմ։ Ես ասեմ դու դասականից, բայց Do you have ice cream? Պաղպաղակ չունեմ, բա պատիժս ոնց եմ անելու 20 րոպե արդեն հերթի մեջ կանգնած ենք լուրջ Հասանք վերջապես $27 արժեցավ մենյուի ամենաթանկ բանը 2 հատ սուրճով Drive-thru կողքը drive-thru This is America Thank you Սա առաջին սուրճը Ես ինչ մեծ տուփով է Վաու Եվ երկրորդ սուրճը Գնացինք ուտելու Օրլավ բայց ես ինչքան կերանք լավ Չափները լավ բան Ռավ ջան Կան ամերիկական հիվանդություն կա հեսա ձեռք ենք լրելու Եվ ինչ տեսք ունի Օժա Արա սպասի Որ Ռաֆոյի կծածին չենք նայեմ լավ ախորժելի է Փորձում ենք գնացինք Այ շատ համով է Շատ համով է Ինչ գնահատական կտաս 10-ից 10-ից 9 երևույթի համար բայց 10-ից 5 որտեվ լավ բան չի Ես էլ համը 10-ից 9 բայց լավ բան չի քանի որ ձեթի մեջ է սարկած ու մի քիչ շատ ես ուտում սկսում ես վատ քեզ զգալ բայց շատ համով է Ես լավ ներկոփն Կենացդ բերքի տիկդ ապրես որ այս challenge-ը այսօր արեցի իմ հետ Շնորհակալ եմ Ես էլ եմ շնորհակալ Հիմա ես ցույց կտամ թե ինչպես կարող ենք գջղայնանա 2 րոպեում Մի արա կամերան կջարդես մի արա մի արա Պարտադիր վերջում մի հատ անհամ բան անես չէ Գիշերվա ժամը 1-ն է ժողովուրդ 1-ը 4 ժամ անցել է ու քանի որ այս վիդեոն 24 ժամ է ես պարտավոր եմ ուղղակի գիշերով էլ մի հատ հաց ուտեի նոր գնայի քնելու իմ ձեռքերում կրկին գտնվում է անիվը ես գտնվում եմ Jack in the Box-ի առջև որը 24 ժամ աշխատում է այո ամերիկայում կան drive-thru-ներ որոնք 24 ժամ են Jack in the Box-ը հենց դրանցից մեկն է խնդրում եմ ստեղ նայեք դռները փակ է չես կարող մտնել ներսում ընդամենը մի հոգի աշխատող կա տեսնենք թե գիշերվա ժամը 1-ին ինչ առաջադրանք անելով ենք Jack in the Box-ում սնվելու գնացինք Եվ extra sauce Օրա լավ Գիշերով հենց extra sauce-ը պետքա լիներ Դա նշանակում է որ ինչ էլ ուտեմ պետքա վրան լիքը sauce լցնեմ նոր ուտեմ Գնացինք drive-thru պատվիրելու Խնդրում եմ մի հատ էս մենյուն նայեք ինչ ուզում ես կա Իդեպ հիշենք որ գիշերվա ժամը 1-ն է Հիմա էջ պարտադիր չէր ես այսքան բուրգեր տենայի Ավելի սովածացա այս տեսարանը տեսնելուց Տավարով ես մենակ 9-8 եմ ուտում ուրիշ ոչ մի բուրգեր Դե համար կուտենք հավով Բայց ինչպես պայմաններն է պետքա մենյուի ամենաթ
թանկ հավով բուրգերը պատվիրենք։ 2 sandwich and just 1 curly fry։ Գնացինք վերցնելու, $23 կազմեց։ Եկեք միասին տեսնենք, թե մեր հավով բուրգերները ինչ տեսք ունեն։ Օ, զեծ, արա լավ տեսք ունի շատ։ Ուշադրություն։ Այսա իմ առաջադրանքն է, այս ամբողջ սոուսները պետքա օգտագործեն բուրգերը ուտելուց։ Սա էլ կարտոֆիլն է, այստեղ խուճուճ է։ Վերցնում ենք բուրգերը հավով։ Քանի որ անիվը պտտեցի եւ ընկավ սոուսով, հիմա պետքա լիքը սոուս դստեմ վրան, այսպես։ Գնացինք, տեսնենք ոնց է։ Վաու, սոուս երկրորդ շատ վատ բան եմ անում։ Գիշերով այսքան սոուս ու այս հավի բուրգերը իսկապես չի կարելի։ Էներ քնելուց առաջ հենց որ թե նայում եք այս վիդեոն, սենց բան հանկարծ շանեք։ Գիշերով սենց ծանր ուտելիք ուտելը իսկապես շատ վատ է, բայց դե 1000-ից 1 կարելի է։ Գնացինք երկրորդ սոուսով ենք ուտում։ Աստվածի մեզ ինչ շատ է սոուսը։ Սոուս համար 3-րդ գնացինք, պետքա շատ մտցնեմ։ Ոնց որ ընկել էր։ Ինչ ասեմ, ուզած չուզած։ Խնդրում եմ ստեղ նայեք ինչ սոուսոտ է։ Շատ համով է։ 10-ից 9 եմ գնահատում։ 10-ից 10 չեմ կարող ասեմ, որտեղ վիդեոն այդքան է բնական չի էս ամեն ինչը։ 10-ից 3։ Լուրջ ես ասում։ Սոուս համար 4-րդ գնացինք։ Այսպես լավ լցնում ենք։ Խնդրում եմ մի հատ ստեղ նայեք։ Այս ինչքան սոուս կերա։ Գնացինք։ Հոп։ Ինչպես նշել եմ վիդեոյի սկզբում, վիդեոյի վերջում ասելու եմ, թե որ drive-thru-ն այսօր հաղթեց ինձ համար։ Սոուս համար 6-րդ գնացինք։ Այս մեկը կծու սոուս է։ Օ, ինչ կծու էր։ Ճիշտ է, վատը չէր համովեր, բայց գիշերով սենց բան անել չի կարելի։ Ինչ ասես կերել ենք Starbucks-ում ձվով սենդվիչ, McDonald's-ում մառոժնի, In-N-Out 4 մսով, դոնաթներ, հավով բուրգերը, 5 իրարից տարբեր բաներ ու 5-ն էլ ոչ առողջարար։ Արի մի հատ հասկանանք, որ drive-thru-ն է այսօր հաղթում։ Կարանք չասենք, ուղղակի ես ինձ տեսախցիկի մեջ նայելով հետևորդներն եմ ես հասկացան, ինձ թվում է։ Բարձա չէ, որ In-N-Out-ը In-N-Out միշտ կմնաց մեր սրտերում։ Իսկապես վայելել ենք այս 24 ժամ challenge-ը սկզբից մինչև վերջ։ Վստահ եմ, որ դուք էլ մեզ հետ։ Նաև ծանոթացաք Ամերիկայի drive-thru-ի կուլտուրայի հետ։ Այո, այստեղ ամեն քայլափոխին drive-thru կա։ Ամերիկացիների 80%-ի կյանքը անցնում է այս drive-thru-ներում։ Ցանկանում եմ ասել, որ ընդամենը 50,000 մարդ է մնացել, որ հայկական YouTube-ում գրվի պատմություն։ Մենք միասին ռեկորդ ենք շուտով սահմանում եւ դառնալու ենք առաջին անհատական հայալեզու ալիքը, որ կհատենք 1 միլիոն բաժանորդի սահմանը։ Դրա համար հենց քո օգնությունն է պետք։ Փոքրացրա վիդեոն ու սեղմիր բաժանորդագրվելու նշանի վրա ու այլևս բաց չես թողնի հետագա ավելի հետաքրքիր վիդեոները։ Նաև հենց դու կդառնաս պատմության մի մասը։ Հուսով եմ վայելել ես այս վիդեոն սկզբից մինչև վերջ։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ օրը։ Ցտեսություն։